Ողջունում եմ բոլորին, սիրելիներս, այսօր մարտի 27-ն է, օրը ուրբաթ, բայց քանի որ ժամը 12:20 է, 5-շաբթի է, բայց 12-ից հետո փոխվում է ուրբաթ, ինչի համար եմ ասում, որովհետև հենց նոր ընդամենը 10 րոպե առաջ եմ տեսել այս տեսիլքը և շտապեցի ձայնագրել և առավոտյան կտեղադրեմ և YouTube-ի ալիքում և խմբերում, որտեղ որ ծառայում եմ, Տերը օրհնի ձեզ, սիրելիներս, ուրեմն աղոթքի մեջ էի, քնելուց առաջ իմ աղոթքն էի անում և տեսա տեսիլք, շատ պարզ, շատ հստակ, ժողովուրդ, ուրեմն դուռ էր, շատ բարձր մեծ դուռ էր, դռնից ներսի կողմից արևի նման լույս դեռ ավելի պայծառ լույս էր ճառագում, շատ պայծառ, դռան կողքը կանգնած էր հրեշտակը, դուռը ինքը բաց էր, բայց տեսա, որ հրեշտակը ձեռքը մեկնեց այդ դռանը և դուռը փակում էր, համարյա դուռը փակվում էր, երևի մնաց մի, չգիտեմ, 5 սանտիմ, չգիտեմ, 10 ամենաշատը, դուռը ամբողջությամբ փակվում էր, բայց փակ չէր, ընդամենը մնաց շատ քիչ տեղ, իսկ դռնից այս կողմ խավար էր, դռնից դեպի ներս արևի նման լույս էր, բայց դուռը որ փակում էր, այդ լույսը, որ դռնից գալիս էր, շատ քիչ մնաց, որտև դուռը համարյա փակվեց, ու ես աղոթքի մեջ ու մտածում եմ, Տեր, ինչ ա սա նշանակում, և քանի որ Տերը տվեց տեսիլքը, տվեց նաև բացատրությունը, որտև հիշեք սիրելիներս, եթե Աստված մի բան ա ցույց տալիս, ինքը քեզ չի թողում շիվար, որ դու ընկնես, մտածես, տենաս, այս ինչ էր նշանակում, տեսիլքի հետ տալիս է նաև հայտնությունը և բացատրությունը, և Տերը խոսեց իմ սրտի հետ, ահա շուտով, շատ շուտով կփակվի ողորմության դուռը, այն դռները, որ բաց ա, մարդկությանը, դեռ սպասում ա Տերը, փրկության տապանը շատ շուտով կփակվի, որտև հրեշտակը ինքը այդ դուռը վերցրեց իրա ձեռքում և համարյա թե փակում էր, ընդամենը շատ քիչ մնաց, ինքը ծածկեց, բայց դեռ ամբողջությամբ չէր փակել, շատ քիչ տեղ մնաց, և Տերը ասեց, ողորմության դռները արդեն փակվում են, շատ քիչ ա մնացել, Տիրոջ քայլերը արդեն լսվում են երկրի վրա, դրա համար սիրելի բարեկամ, սիրելի հարազատ, սիրելի լսող, ես աճապարեցի ձայնագրել, որովհետև այս տեսիլքը մենակ իմ համար չի, ես իրավունք չունեմ սա պահելու, սա Տիրոջից հայտնություն ա, որպեսզի տարածեմ, իմ պարտականությունն ա տարածել, մնացածը ով կընդունի, ով չի ընդունի, դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, Տերը մարգարեին ասում էր գնա ասա, մնացածի հետ դու գործ չունես, դու անպարտ ես,
Ես այսօր ունեմ Տիրոջից այս տեսիլքը եւ ես ասում եմ. մնացածը ով կհավատա, ով չի հավատա, ով կընդունի, ով չի ընդունի, դա արդեն ես անպարտ եմ։ Սիրելիներս, քանի որ գիտեմ եկեղեցիների կրոնական այդ վիճակը, հա, գուցե հարցեր առաջանա, բա ով էր էս քույրիկը, բա եղբայրները տեղյակ են, մի բան ասեմ, հա, իչքան որ գիտեմ անոթ, մարգարեացող, երկնքից տեսանող, սենց ասեմ, որ մեկի բերանը չեն փակել, որ մեկին են թողել, որ խոսի եկեղեցում, դեռը տենց դեպք չգիտեմ։ Ուղղակի իրանք ունեն իրանց մարգարեները, ովքեր իրանց սրտի համեմատ ուրեմն տեսիլքներ են տեսնում։ Ասեմ նախապես, ես այդ տեսանողներից չեմ եւ ասում եմ այն, ինչ որ ունեմ Տիրոջից, փոխանցում եմ այն պատգամը, այն քարոզը, ինչ որ վերցնում եմ երկնքից, առանց ծռելու եւ հարմարացնելու մարդկանց, առանց կոմպրոմիս գնալու մեղքի հետ, եւ ես ասեցի այն, ինչ որ տեսա։ Ժողովուրդ, ապաշխարենք, շատ քիչ ա մնացել, ես ասում եմ իրոք շատ քիչ ա մնացել, ընդամենը 15 րոպե առաջվա տեսած տեսիլքս, շատ թարմ, շատ իրական աղոթքի ժամանակ, եւ Տերը ասում ա, ապաշխարիր, շտկիր քո շավիղները, ինչ որ ունես աշխարհի հետ, ապաշխարիր, քո հագուստները շտկիր, սպիտակացրու, պատրաստվիր հարս, որովհետև ես գալիս եմ, շատ քիչ ա մնացել, ես գալիս եմ, Տերը օրհնի ձեզ, Տերը փառավորվի, ամեն։